Միացյալ Նահանգների օրենսդիրները հակասական մոտեցումներ ունեն ԱՄՆ-ի կողմից Եգիպտոսին ֆինանսական եւ ռազմական օգնության հնարավոր դադարեցման հարցում։ Նյու Յորք նահանգից ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Փիթեր Քինգը հայտարարել է, որ Եգիպտոսին տրամադրվող օգնության դադարեցման պարագայում ԱՄՆ-ի ազդեցությունն այդ երկրի միջանկյալ կառավարության վրա կնվազի, որն այս պահին վերահսկում է ռազմավարական նշանակություն ունեցող Սուեզի ջրանցքը։ Միևնույն կուսակցությունից Քենթակիի նահանգից Ռան Փոլը հակառակ կարծիքին է։ Փոլի պնդմամբ աջակցությունը շարունակելը կարող է բացասաբար ազդել Միացյալ Նահանգների հեղինակության վրա երկրի բնակչության շրջանում, մինչդեռ բանակի գեներալների համար տրամադրվող 1.3 միլիարդ դոլարի ռազմական աջակցությունը նվազագույն նշանակություն ունի։ Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցող բռնությունները, չեղյալ համարել սեպտեմբերին նախատեսվող համատեղ զորավարժությունները, ինչպես նաև սառեցրել 4 F-16 տեսակի ռազմական ինքնաթիռների վաճառքի գործընթացը։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, թե պատրաստվում է մեծ քանակությամբ գաղտնի փաստաթղթեր հրապարակել։ Այն բանից հետո, երբ վերջինիս փաստաթղթերի ձեռքբերման ընթացքում աջակցած գործընկեր Գլեն Գրինվոլթը ձերբակալվել է Լոնդոնի օդանավակայանում։ Գրինվոլթին ոստիկանությունը պահել է մի քանի ժամ, ինչից հետո նրան թույլ է տրվել թռչել Բրազիլիա։ Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանում Գրինվոլթը հայտարարել է, թե Բրիտանիայի իշխանությունները ափսոսալու են այս վարքագծի համար, քանի որ ինքը պատրաստվում է լրացուցիչ փաստաթղթեր հրապարակել այդ երկրի գաղտնի ծառայությունների վերաբերյալ։ Լոնդոնի Հիլթրո օդանավակայանից դեպի Նյու Յորք թռչող ամերիկյան Virgin Atlantic օվկիանոսությանը պատկանող ինքնաթիռը վառելիքի կորստի պատճառով վթարային վայրէջք է իրականացրել կանադական Նյուֆաունդլենդ կղզում, որտեղ օդանավի 250 ուղևորները ստիպված են եղել ինքնաթիռում մնալ շուրջ 1 օր։ Ավիաընկերությունը ներողություն է խնդրել պատճառած անհարմարությունների համար եւ յուրաքանչյուր ուղևորին անվճար թռիչքի տոմսեր տրամադրելու խոստում տվել։